Շնորհակալություն։ Ursula von der Leyen եկել է, ես չհասկացա, $18 միլիոն, հա, դա տվել է այս արտահանման խնդիրները լուծելու համար, թե ինչ նպատակով, թե ժողովրդավարական արժեքների օրինակ զարգացման, կարծում եմ օրինակ, որ հետո մի երկու արկղ ծիրան տաներ ԱԳ-ին էլի օգնած կներ, որտեվ ամեն դեպքում այդ գումարներով ռուսական այդ սանկցիաների խնդիրները չեն լուծում արտանողների, բայց ժողովրդավարության կոնտեքստում ուզում եմ մի բան ասել, այսքան տարի մենք Հայաստանում անկախ ավտորիտար է եղել, կիսա ավտորիտար մեր իշխանությունը Հայաստանում միշտ Ադրբեջանի նախագահին անվանել ենք բռնապետ եւ մենք որպես դրոշակակիր ժողովրդավարության բաստիոն իսկապես հանդես ենք եկել տարածաշրջանում։ Ինձ հետաքրքիր է դուք Իլհամ Ալիևին ինչպեսի ղեկավար եք գնահատում, ժողովրդավար ղեկավար է նա, թե այնուամենայնիվ բռնապետ է, եւ եթե ձեզ հետ համեմատենք, եթե ժողովրդավարը ապա դուք եք ավելի ժողովրդավար թե Ալիևը, իսկ եթե բռնապետ է ապա դուք եք ավելի բռնապետ թե Ալիևը, եւ Ursula von der Leyen-ը Հայաստանում ժողովրդավարության մասով ինչ կարծիքները, ինչ գնահատական ունի, օրինակ երբ որ տեսնում եմ, որ դուք ամբիոնից ուղիղ ցույցում եք տալիս դատախազին, դատավորներին, դատական համակարգին, կասկածի տակ եք դնում դատարանների որոշումները, Տիկին von der Leyen օրինակ այս մասով ինչ որ կարծիք հայտնել է, օրինակ լավ եք անում, վատ եք անում որպես բաստիոնի ղեկավար ժողովրդավարության։ Մի բան էլ Ալեն Սիմոնյանի մասով, այսօր հետաքրքիր ինֆորմացիա ինձ տվեցին, ինձ հայտնեցին Ալեն Սիմոնյանի այս թիմից մեկ ուսանալու, նրան այսպես լուսանցք մղելու հետ կապված, չգիտեմ իր հետ կապված օրինակ գուցե Ռուսաստանի դեսպան նշանակելու պլաններ ունենա կամ այլ ինձ ասացին, որ ձեր կինը Աննա Հակոբյանն է նաև դերակատարում ունեցել, որ Ալեն Սիմոնյանը այսպես քաղաքական process-ներից դուրս կա, ինչ որ հարցով զայրացած է եղել օրինակ հիմնադրամի հետ կապված, որ քննադատել է եւ այլն Սիմոնյանը եւ պայման է նաև ձեր առջև դրել, որ Ալեն Սիմոնյանը պետք է անպայման հեռանա պաշտոնից եւ չպաշտոնավրի, հետաքրքիր է այդպիսի բան թե ոչ։ Աննա Հակոբյանը քաղաքական գործընթացներում որևէ մասնակցություն եւ դերակատարում չունի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես այլ երկրների ներքին հարցերը չեմ մեկնաբանում, ինչքանով եմ ես բռնապետ, ինչքանով ոչ, դրանից կարելի է հետևություններ անել, այդ թվում ձեր տված հարցից եւ այն փաստից, որ դուք հիմա կանգնած եւ ոչ միայն հիմա սրանից առաջել եւ սրանից հետո էլ տեղ կանգնելու եք եւ ամենատարբեր աստիճանի տափակության հարցեր եք տալու, ունենց որ դա շատ ուղիղ ցուցիչ է ինչքանով եմ ես բռնակալ։ Շնորհակալություն հարգելի պարոն Մակարյան։ Պարոն Մակարյան, մեր մյուս լրագրողները նույնպես հարցերն են։ Շնորհակալություն իրավաբաններին։ Ես ձեր հարցերին պատասխանեցի։ Ես ձեր հարցերին պատասխանեցի։